Դուք գիտեք, հարգելի բարեկամներ, թե ինչ հայտարարություն է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան սահմանների տարբեր հատվածներում։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Սև լճի մոտ կան դիրքեր, որոնք գտնվում են առաջին հայացքից մեր իրավազորության ներքո, եւ այդտեղ հայ դիրքապահներն իրականացնում են ծառայություն, բայց իրենց ծառայության վայր հասնելու համար նրանք պետք է անցնեն ադրբեջանական զննության միջով, այսինքն պատկերավոր ասած Ավինյան Տիգրանը, ով հիմա քարոզարշավ է անում, պարում է, երգում է, եւ ում ճակատին գրված է Պսորիաս $15,000, այսինքն մարդը մերժել է զինվորական ծառայությունը, հիմա Երևանի քաղաքապետ է, պավեստկաներ է բաժանել տալիս, տեղական ինքնակառավարման մարմինները նպաստում են այդ պիտի օգնեն, օժանդակեն այդ գործընթացին զինկոմիսարիատների հետ, եւ այդ թվում տղաներին ուղարկում է ուղիղ ադրբեջանական գերություն, այն մարդիկ, ովքեր այս պահին այդ դիրքերում են, խոսքը հարյուրավոր տղաների մասին է, փաստացի գտնվում են պատանդարության մեջ։ Ադրբեջանցիները զննում են, վերահսկում են, ստուգում են, երբեմն ստորացնում են, ինձ պատմում են, որ այդ զննությունը իրականացնում են ձեռքերը վեր, դիրքով, երբեմն փայտերով խփում են, ստուգում են հացի մեքենան, նույնիսկ, եւ միայն դրանից հետո թողնում են, որպեսզի մտնեն տարածք իրենց ծառայության եւ նույն կերպ նաեւ դուրս գալուց։ Մինչեւ ադրբեջանցիները ինձ տեղեկացնում են, որ թույլ չտան, հայ դիրքապահները այդտեղից չեն կարող հետ վերադառնալ։ Այս հարցը նաեւ ուղղեցին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարին, ով ասաց, որ եթե մենք այդ դիրքերից դուրս գանք, նախ ասաց չեն զննում, այդպես կողքով անցնում են, որը սուտ է, Պապիկյան Սուրիկը ստում է, իմիջիայլս Պապիկյան Սուրիկը եւս Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ամբողջական ծառայություն չի ունեցել, խուլիգանության համար դատվել է, մի խոսքով, հայտարարություն է, ամորալության գագաթնակետն է այն ինչ տեղի ունենում, իրականացնում են այս ջոջերը հայ ժողովրդի նկատմամբ, եւ ասաց, եթե մենք այդտեղից դուրս գանք, մեզ ասելու են, որ դուք էլի հող եք հանել, այսինքն չհեշտեց այս տեղեկությունը։ Մի խոսքով, սա սահմանի հարավ-արևելյան հատվածում, հարգելի բարեկամներ, նոյեմբեր ամսին ես բարձրաձայնեցի, էլի մարդիկ են բարձրաձայնել այս թեման, բայց հարցը չի լուծվում։ Մի քիչ հյուսիս, հարգելի բարեկամներ, մի քիչ հյուսիս, ինչ տեղի ունեցավ 2024 թվականի մարտ ամսին, ուրեմն հայտարարեցին, որ ադրբեջանցիները հայտարարեցին, որ իրենք հարցազրույց են վերցրել Արայիկ Հարությունյանից եւ պետք է այդ հարցազրույցը տեղադրեն 2024 թվականի մարտ ամսի 27-28-ին եւ անմիջապես դրանից հետո սկսվեց իրանց շոուն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ուղիղ մասնակցությամբ եւ որոշ ընդդիմադիր շրջանակների օգտագործելով սկսեց իրանց շոուն, որի հետևանքով ամբողջ բնակիչը քանդվեց եւ էլի տարածքներ զիջվեցին ադրբեջանցիներին, բնականաբար Արայիկ Հարությունյանի հարցազրույցը այդպես էլ չհրապարակվեց։ Այդ ընթացքում Սերժիկ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը իրար հետ չտալով մեկը ասում էր, որ մեղադրում էր այսպես անուղղակիորեն բորդյուրների մոտ տված հարցազրույցներում մեղադրում էր Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներին թուլամորթության մեջ, մյուսը Մերելտուն Հարսնիկտուն ասում էր, որ ինչ էր ասում, որ ինքը տեղեկություններ ունի, որ ադրբեջանական բանտերում գտնվող մարդկանց նկատմամբ հոգեմետ դեղեր են սրսկում։ Այսինքն ժողովրդական լեզվով ասած Սերժիկը եւ Նիկոլ Փաշինյանը ուզում էին ասել, որ նրանց խոսքերը հանկարծ նույնիսկ եթե դուք էլ լսեք, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դուք իրենց խոսքը այնտեղից չլսեք, ինտերվյուները չլսեք, ցուցմունքները չլսեք, բայց նույնիսկ եթե կլսեք, իմացեք նրանց խոսքը կներեք ոսկեղենիկ հայերինիս համար ասնավանի չի, որովհետև ոչ սթափ վիճակում են գտնվում։ Մի կողմից իրենք ասում են, ինքը Նիկոլը ասում էր, որ
հոգեմետ դեղեր են սրսկել, էլի եմ ասում, այս տեղեկությունը քեզ ով էր տրամադրել Փաշինյան Նիկոլ, քո արտաքին հետախուզական ծառայությունը, որը ղեկավարում է Գալուս Սահակյանի նախկին օգնականը եւ բանակում չծառայեց Բոշյան Արմանը, իրենք էին տեղեկացրել։ Բայց եթե իրենք նման հանցագործությունների մասին էին խոսում, ինչու դու 25 թվականին, ողջ 24 թվականին այդքան հանդիպեցիր Ալիևի հետ, այդքան միջազգային հարթակներում ելույթ ունեցար, դու չբարձրաձայնեցիր այս հարցը, դու չգնացիր այս հարցի հետևից։ Իսկ հետաքրքիրը հիմա էլ չեն սրսկում հոգեմետ դեղամիջոց այդ մարդկանց, չեն սրսկում։ Մի խոսքով, այսպիսի սարսափելի այլանդակություններ են տեղի ունեցել եւ տեղի ունենում են այսօր սահմանին, դուք ձեզանից յուրաքանչյուրը, ով լսում է իմ այս խոսքը, վաղը մյուս օր կարող է ինքը կամ իր երեխան հայտնվի Սև լճի այդ դիրքերում, հայտնվի ուղիղ պատանդարության մեջ, ուղիղ փաստացի պատանդարության մեջ։ Բայց սա միայն արևելյան հատվածում չի, հարգելի բարեկամներ։ Հայաստանի Հանրապետության սահմանի արևմտյան հատվածում եւս ոչ պակաս այլանդակություններ են տեղի ունենում։ Դուք գիտեք, որ հայ-թուրքական սահմանի մի հատվածը 150 կիլոմետր, եթե չեմ սխալվում, բաժանում է Արաքս գետը։ 140 քանի կիլոմետր, եթե չեմ սխալվում, եւ հայերը այստեղ են հասցրել աչքի ընկնել ամորալությամբ, այնքան են Արաքսի հարակից հատվածից քերել, տարել հանքաքարեր, տարբեր ավազներ, առևտրային նպատակով, որ Արաքս գետը փոխել է իր հունը, բավականաչափ տեղաշարժվել է դեպի տեղափոխվել է, հունը փոխվել է դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, ինչի հետևանքով հսկայական տարածքով փոքրացել է Հայաստանի Հանրապետության սուվերեն, այսպես կոչված, եթե կարելի է սուվերենությունը որևէ կերպ Հայաստանի Հանրապետության հետ օգտագործել այդ տերմինը, Հայաստանի Հանրապետության եզրի հետ փոքրացել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, պայմանավորվածություն կա, որ հատվածը երկու երկրների ուրեմն սահմանը պիտի անցնի Արաքս գետով եւ հայ կոլաբորանտների ուրեմն փողասիրության պատճառով փոքրանում է Հայաստանի Հանրապետության տարածքը, Արաքսը փոխել է իր հունը, բավականաչափ Արաքս գետը դավաճանաբար փոխել է։ Մեղավորը գետն է, ոչ թե մենք ենք հայերս կամ մեր արծաթասիրությունը, եւ իմանալով նաեւ հարգելի բարեկամներ, հայկական կողմը դիմել է թուրքական կողմին, որպեսզի այնուամենայնիվ սահմանը անցնի հին հատվածով եւ թուրքական կողմը հայկական կողմին ուղարկել է գլողի ծոցը եւ ճիշտ էլ արել է։ Սա էլ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության արևմտյան հատվածում այս այլանդակությունը եւ էլի հեղինակը հայ ջոչերն են, ինչքան գիտեմ այդ հանքերը պատկանում են կամ աֆիլացված են Հովիկ Աբրահամյանի կազմակերպությունների հետ, ինչքան ես գիտեմ, ու սա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սուպեր լեգիտիմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին, սա տեղի է ունենում պարլամենտի ուղիղ վերահսկողության ներքո, պարլամենտ, որտեղ վեր են ընկած դաշնակ մաշնակները եւ պատիվ ունեմը։ Մի խմբակցությունը փաստացի ղեկավարում է Սերժ Սարգսյանը, մյուս խմբակցությունը փաստացի ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն դաշնակ մաշնակները, այս հարցը բարձրացվել է պարլամենտում։ Պարոն դաշնակ մաշնակներ, երբևէ հարց տվել եք Նիկոլ Փաշինյանին, ինչի դիմաց Ալիևը չհրապարակեց հարցազրույցը Արայիկ Հարությունյանի, ինչի դիմաց։ Պարոն պատիվ ունեմ խմբակցության падգամավորներ, քարտուղար կա, բան կա, Սերժ Սանիկ կա, բարձրացրեք այն հարցը Սև լճի հատվածում տեղի ունեցող այլանդակության այս հարցին լուծում տվել է պարլամենտը։ Ու հիմա
այս կոլեկտիվը գումարվել է Գագիկ Ծառուկյան, իմիջիայլոց Գագիկ Ծառուկյանի ցուցակում եղել են բազմաթիվ հիմա ցուցակի մեջ կան մարդիկ, ովքեր նախկինում падգամավորներ են եղել եւ իրենք էլ պիտի վերահսկեին, այս ամենը չեն վերահսկել։ Գումարվել է Սամվել Կարապետյան, ով խոսում է ամեն ինչի մասին, բայց ոչ այս հանցագործությունների մասին, սենկերից է խոսում, ինչու հիմարություններ է դուրս տալիս։ Փաշինյան Նիկոլն էլ բնականաբար գտնվում է հանգիստ վիճակում եւ շարունակում է ինքն էլ իր կողմից շարունակում է ինքնախոստովանական ցուցմունքներ տալ, ամեն տեղ ասում է, որ այդ հողերը Լեռնային Ղարաբաղը, հարակից շրջանները երբեք չեն եղել հայկական, ըստ էության հերթական անգամ ասում է, որ ինքը սպանել է տվել կամ եթե ուզում եք մատաղ է արել մի ողջ սերունդ։ Մարտը 2018, 2019, 2020 թվականների զորակոչը ուղարկում է Ադրբեջան, չէ, իր տրամաբանությամբ, մինչև 2020 թվականի նոյեմբերի 9 հայտարարում է, որ ոչ մի թուփ, ոչ մի հող մենք չունենք զիջելու, հա, հանդես է գալիս ուլտրաազգայնական լոզունգներով, քշում է տղաներին, սպանել է տալիս եւ 2022 թվականի հոկտեմբերին ասում է, որ 91 թվականի փաստաթղթերով դա Ադրբեջան է, մենք էլ այդ զողողությունները տվել ենք, որպեսզի եւ սա Փաշինյան Նիկոլը մենակով չի արել։ Սա արել է սիստեմի անունից, սա արել է Հայաստանի Հանրապետության անունից։ Այս հանցագործությունը չի քննարկվում պարլամենտում, այս հանցագործությունների վերաբերյալ չկա որևէ դատական գործ, որովհետև ինքը սա արել է Հայաստանի Հանրապետության անունից, պարլամենտի անունից, պարլամենտում նստած յուրաքանչյուր падգամավորի անունից, սկսած են դաշնակ մաշնակներից վերջացրած Տիգրան Աբրահամյաններով, ընդդիմադիր, սա ինքը արել է դատախազների անունից, սա ինքը արել է դատավորների անունից, սա ինքը արել է բոլոր նախարարների անունից, սա ինքը արել է Ռոբերտ Քոչարյանի անունից, Սերժ Սարգսյանի անունից, Գագիկ Ծառուկյանի անունից, Արամ Վարդևանյանի անունով բանակում չի ծառայել, հիմա էլ երկում ապրում է, պիտի վերահսկել գործունեությունը, կառավարության չի վերահսկել, ուժեղ Հայաստան է գոռում, գոչում։ Դրա համար այն մարդիկ, ովքեր ավանգարդում են, իբրև թե Փաշինյանի դեմ պայքարելու ավանգարդում են, այս թեմաների մասին հրապարակայնորեն չեն խոսում, որովհետև իրենք եւս, եթե ոչ ուղիղ, անուղղակիորեն թաթախված են, շատերը ուղիղ թաթախված են այս մեծամասշտաբ հանցագործության մեջ։ Ու այս ֆոնին, իմիջիայլոց այս թեմաները նաև դուրս են, հիմնականում դուրս են մարգինալ ուժերի խոսույթից, հիմնականում դուրս են եւ այս ֆոնին մեկ եք տեսնեք, դուրս կգա ինչ որ մեկը կասի պետք է անպայման գնալ մասնակցել ընտրություններին, եթե չեք մասնակցում, Նիկոլի ջրաղացին ջուր եք լցնում։ Իսկ այն մարդիկ, ովքեր չեն խոսում այս թեմաների մասին, ում ջրաղացին են ջուր լցնում։ Իսկ այն մարդիկ, ովքեր այս թեմաները չեն դարձրել քննարկման առարկա, ում ջրաղացին են ջուր լցրել կամ ու լցնում։ $800 միլիոն վարկ ես ջրել Փաշինյան Նիկոլ Արցախում, ում վարկերն ես ջրել։ Հա? $400 միլիոն ժամկետան սպարտավորություններ են եղել Արցախի ներդրումային հիմնադրամին։ Ովքեր են, ումն են եղել այդ ժամկետան սպարտավորությունները։ Իմ ունեցած տեղեկություններով, օրինակ 19 միլիարդ դրամի չափով ժամկետան սպարտավորություն է ունեցել R-Power-ը, որը պատկանել է Սերժիկ Սարգսյանի փեսային փոքր կամ աֆիլացված եղել, այսպես ասենք, հա, կապ է ունեցել Սերժիկ Սարգսյանի կրսեր փեսայի հետ։ Առավոտ երեկո խոսում ես մարտի 1-ի դեպքերի մասին, Փաշինյան Նիկոլ, մարտի 1-ին Արցախից զորք է բերվել Հայաստան, բոլորը գիտեն, մարտի 1-ին նախորդող ժամանակահատվածում արդեն։ Զորքերի հրամանատարը եղել է Օգանովսկին։ Փաշինյան Նիկոլ, Օգանովսկուց քանի միլիոն դոլար վարկ եւ փոխառություն է ջրվել այն կազմակերպություններին, որոնք աֆիլացված են եղել Օգանովսկու հետ։ Դու ես ջրել։ Այս հարցը պիտի մեկը քեզի տա։
Հատուկ նշանակության զորքերի հրամանատար Գագիկ Սարգսյան, Արցախից բերված։ Գագիկ Սարգսյանի հետ աֆիլացված քանի կազմակերպության պարտավորություններ է ջրվել քո որոշմամբ եւ հիմա սրիկաները կագնում, էլի խոսում են մարտի 1-ի մասին, ասում են մարտի 1-ին ժողովրդին ջարդեցին, Փաշինյան Նիկոլ, մարտի 1-ին ժողովրդին ջարդողներն են քեզ բերել իշխանության, հա? Մարտի 1-ին ժողովրդին ջարդողներն են բերել քեզ իշխանության եւ այդ բրգի վերևում ամենակագնած է եղել Սերժիկ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը, ում գործունեության հետևանքով ստահակ Սամոդուր Պադոնակ փոքրանում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, բայց սա էլ արդեն արևմուտքից։ Սրա մասին քիչ է խոսում, համարյա չի խոսում։ Սա էլ արդեն արևմուտքից։ Բայց դու էլի պիտի խոսես մարտի 1-ի մասին 26 թվականին, 27 թվականին, то 31 թվականին էլ կխոսես, ինչ է եղել։ Իրար հետ չեք բոլորդ։ Իրար հետ չեք դուք բոլորդ Փաշինյան Նիկոլ։ Կեղտոտ գործ կար անելու, հարգելի բարեկամներ, ընտրեցին ամենանենգ գործակալներին։ Եվ ինչպես տեսնում եք, գերակատարում են հայ ժողովրդի սովորական քաղաքացիների, սովորական ժողովրդի, ծխերի, առողջության, պարոն Գագիկ Ծառուկյան, դու բարձրաձայնելու ես այն ամենը, ինչ արել է Հովիկ Աբրահամյանը։ Հայ ժողովրդի ծխերի հաշվին տեսեք ինչ են անում սրանք։ Դրա համար եմ ասում հային պետք է փրկել հայից։ Սամվել Կարապետյանը ինքնության համար է պայքարում, պարոն Սամվել, եկեղեցին ինքնության հետ կապ չունի, արհամարելով 2000-ամյա ավանդույթը հայ առաքելական եկեղեցու, քո մեկ այլ հայկական ինվարիանտը օլիգարխիայի Գագիկ Ծառուկյանը կագնեցրում է, տեղադրում է տիրոջ արձանը։ Սրա հետ կապված բան չունես ասելու։ Իմիջիայլոց մի քանի անգամ հոգևոր բարձրագույն ժողովը հայտարարությամբ է հանդես եկել։ Չկա բան ասելու։ Ինքնության դեմ պայքար տվող Սամվել Կարապետյան, սնկերի մասնագետ, չկա այստեղ բան ասելու։ Մի խոսքով, հարգելի բարեկամներ, սա է իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք։ Ես վստահ եմ, որ այս ամենը մի օր ավարտվելու է։ Ես վստահ եմ, որ այս ամենին մասնակից բլոգերները, ովքեր մի քանի կոպեկի համար, վերլուծաբանները, դեպուտատները, ժուրնալիստները, խմբագիրները, այս ամենը համակարգող ազգային անվտանգության ծառայության սպաները, գեներալներ մի օր գետինն են մտնելու, գոնե ամոթից։ Այդ կոլաբորանտների կանայք, քաձերը վաղտ է գալու, ամաչելու են, որ ճանաչել են դրանց։ Ամաչելու են, որ դրանց հետ հաց են կիսել, անկողին են մտել, ինչ որ հարաբերություններ են ունեցել։ Հայաստանի Հանրապետությունում կգա մի ժամանակ, երբ ներքին գործերի նախարար այսպես պապկան ձեռքը մտնելու է հանրային հեռուստաընկերություն, պետական հեռուստաընկերություն։ Եվ այս ամենի մասին դոկումենտներ է դնելու ու դրանից հետո անմիջապես հետևելու են գործողություններ։ Դուք կարող եք մարդկանց մոլորեցնել կարճ ժամանակով, քիչ մարդկանց, շատ ողջ ժողովրդին, էլի Միացյալ Նահանգների պրեզիդենտի խոսքն է, ողջ ժողովրդին կարճ ժամանակով կմոլորեցնեք, մի հատվածին երկար ժամանակ, բայց դուք այսպես մշտապես կարողանաք ողջ ազգին տասնամյակներով խաբել, մոլորեցնել, սպանել տալ, առողջությունը կեղեկել, ֆունդամենտալ իրավունքներից զրկելու մնալ անպատասխան, անպատիժ, yo չեմ հավատում, Սերժիկ, չեմ հավատում։ Փորձեք, ես հույս չունեմ, որ դուք պիտի լսեք այս խոսքը, հետո ազդվեք, բանանեք, վերափոխվեք, ես իհարկե հույս չունեմ, ամենավերջին հիմարը պիտի լինեի, եթե ես հույս ունենայի։ Բացառված բան է, ջեպկիրին ասես դու այդ քո գործողությունը մի արա երթուղայինի մեջ վատ բան ես անում եւ ջեպկիրը դադարեցնի դա անել։ Ջեպկիրը այնքան է անելու, ջեպկիրն այնքան ժամանակ պիտի այդ գործողությունը անի, մինչեւ ջեպկիրի շլինքից չբռնեն։
Հիմա դուք էլ մտել եք հայ ժողովրդի գրպանը, կոպիտ ասած։ Հոգիների մեջ եք մտել, խղճերի մեջ եք մտել։ Ու այնպես չէ, որ հայ ժողովուրդը իր պատասխանատվությունը չունի, ինքն էլ ունի։ Ժողովուրդը եւս պատասխանատու է այս ամենի համար, որովհետեւ թույլ է տալիս, լրության է տալիս ինքն էլ իր երթին, ինչ որ մասնակցություն է ունենում ժողովուրդը, բայց գլխավոր պատասխանատուները դուք եք։ Եվ ժամանակը կգա հայ ժողովուրդը, այս խեղճ ու կրակ մարդիկ ուղղակի ազատվելու են ձեզանից։ Գրողը ձեզ տանի, ես ձեր տիրոջ մերը